Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում կրկնապատկվել է, երբ հարցնում են ինչ է կարել այդ 8 միլիարդ դոլարն, ասում է զենք եմ գնել, հավատում եք։ Եթե գնել են, ինչի են պատերազմներից վախենում, եթե իրանց պաշտպանական հզորությունը ուժեղացրել են, կայունացրել են, խաղաղություն են բերել, դժվարանում են պատասխանեմ այդ հարցին, շատ կասկածելի են, շատ, որտեվ նախ չեմ կարող պատասխանել, իսկ երբ կողքից նայում եմ ու տրամաբանում, տեսնում եմ, որ դա կասկածելի է այդ զենքը, կա թե չկա, չգիտեմ։ Եթե դա ավելանում է լավ բարի գործերի համար ոչինչ, բայց որ ավելանում է ու այդ բոլորի բանը պատիժը պետք է տանի երեխաները, մատաղսերուները, դա արդեն շատ պատահ։ Կոնկրետ դուք տեսնում եք զենք գնել են, հավատում եք, որ զենք գնել են։ Զենք գնելու համար դա ոչ մեկը չի կարող ճիշտ ասի, դա երևի գաղտնիք է, միգուցե գնում են, միգուցե չեն գնում։ Դե ես գիտեմ գնել են, թե չեն գնել, ինչ գիտեմ։ Ասես էլի գնել են, չեն գնել։ Դե չեմ կարող ասեմ, ես ինչ իմանամ, ընդ ինչա կատարվում, շենքի հետևը ինչա կատարվում։ Սուտ է ասում։ Բանակը եղել է 44,000, հիմա դարել է 14,000, էտում համար զենքը, որ բանակի համար զենքը գնել։ Կարող եք բացատրել, եթե 44, 2 օր առաջ էր, որ իրանցից նեղացած բանը կպականը ասում էր, եթե չեն կանչել պատասխանատվության, ուրեմն ճիշտ ասում, ասում է 44,000 է եղել, 14, որ բանակի համար գնել է։ Կարող եք, չգիտեմ, սուտ է ասում ուրեմն, զենք չի գնել։ Զենք է գնել ինչի մեր տարածքի մի զգալի մասը, այն չեմ ասում հայկական տարածքների մասին, այն սովետական, սոցիալիստական Հայաստանի տարածքների մի մասը դեռ ադրբեջանցիների տիրապետություն։ 2 օր առաջ էլ դեռ 2-3 օր լուր կա, որ իրանք լիճ են տվել, նոճակ են տվել, լիճ են տվել, մաքուր ջրի աղբյուր են տվել։ Էսա իր զենքը, որ մեզ չի պաշտպանում, մեր ջուրը չի պաշտպանում։ Ես նրա ոչ մի ասածին չեմ հավատում, Ազիզ ջան։ Նա ոչ մի բանը ճիշտ չի ասում։ Նա առաջի հետին իրան է խաբում, հետո ժողովրդին։ Ինքը ոնց որ իր ավերածի ծաղա։ 75 տարեկան կին եմ, ես նման վարչապետ ղեկավար երկրի առաջի անգամ եմ տեսնում։ Առաջին անգամ ամբողջ երկրագնդի մասշտաբով մանգակ նման երկրի ղեկավար չեք տեսնի։ Այդ մենք ունենք մինակ հայերս, որ դիմանում ենք։ Հայաստանի պարտքը եղել է 7.5, հիմի դարել է 15 միլիարդ։ Այդ ինչի հաշվին է դարել։ Զենք են գնել։ Այդ զենքը բա ուր է, մի անգամ պարած չարավ, մի անգամ հանդես չարավ, մի հատ զենքը տենան կամ մի բանը, թեկուզ թշնամին տենա, որ Հայաստանն է զենք, բայց զենք ուր գնաց։ Ուր տարան, որտեղ դրեցին։ Ադրբեջանը ինչ ասում է, նրա հրամանն էլ կատարվում է։ Մեր իշխանությունը, մեր ազգային ժողովը։ Չեք հավատում, որ զենք են գնել։ Դեք հավատալով կիշ ոնց է, գիտես ոնց է, ասում եմ մինչև աշկը չտենա, դու չպիտի այդ խոսքին կամ էլ ականջով լսես, չպիտի այդ խոսքին նոր հավատաս, տենան գել։ Ուր է զենքը, տրան զենք, ասում են Ղարաբաղ զենք չկա, բավար չկա, որտեղից տարավ ալինու ծրավ ընդեղ։ Այս մարդը, ես մի մեջբերում անեմ, նայեք, ես թանրապես Ղարաբաղը համեմ հատել եմ, 300 սպարտանցը, հիշում եք չէ, այդպիսի բան կա հունական։ Հիմնակ տես ինչ կատարվեց։ Երբ սպարտանցները գնացին 9 միլիոնանոց զորքի դեմ կռվի, Սենատը որոշեց, մինչև այդ Լեոնիդի այդ 300 սպարտանցը մահացան, զորք հավաքեց, գնաց կռվեց հաղթեց, չէ, եւ այնտեղ ինչ կատարվեց կարևորը, կակոյնիբուց հովիվ ցույց տվավ այդ գաղտնի ճանապարհը եկամորթեցին, ինչպես էր Ղարաբաղում։ Փոխանակվել Ղարաբաղից
44 օր կռվից հետո սոս կանչեին ասեն ժողովուրդ հայեր բոլոր երկրի հավաքվեք մեր հայերեն կոտորում են վերջը հայից Արցախից հանում է այնտեղ մորթում են ասում ես չեմ խառնում դա պետական ձև չէ էլի պետությունը իրավունք չունի հասկանում ես հայ ենք չէ всё-таки այսքան տարիներ մեր կորուստներին